Հարթ Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօրվա տոնական օրվա համար այսօր բոլորս ուրախ ենք, ինչի համար իրական տոնա, իրական պենտեկոստայա Աստված ողորմություն արել մեր եկեղեցուն։ Ուրեմն ինչ է նշանակում մկրտություն։ Մկրտությունը հունարեն բապտիզո բառն է, որ նշանակում է ընկղվել, թաղվել, սուզվել։ Եթե ջրի մկրտությունը ջրի մեջ, եթե Սուրբ Հոգու մկրտությունը Սուրբ Հոգու ավազանի մեջ, կարելի ասել երկնքից Տերը Սուրբ Հոգու ավազանը ցնցիչեցնում է ու մարդուն ընկղվում է այդ ավազանի մեջ եւ մարդը լսվում է Սուրբ Հոգով, մկրտվում է Սուրբ Հոգով։ Եվ ինչպես Սուրբ ջրերի տեսիլքի մասին Անդրանիկ եղբայրը ասեց, սիրելի Աստծո ժողովուրդ, ուրեմն 4 վիճակ կա. ջրերը մինչև գարշապարն էին, ջրերը մինչև գոտկատեղն էին, ջրերը մինչև ծնգերն էին, այդ 3 վիճակների մեջ էդի մկրտություն չի դեռ։ Հնարավոր է Տերը այցելություն արել մեկին, եղել է այդ ծև ճամբարում մեկին Տերը այցելել է, եկել է ոգևորված ասել է ես մկրտված եմ, բայց բարձում է մկրտված չի։ Այդ 4-րդ վիճակը, որ արդեն ամբողջովին ընկղվում է ջրի մեջ, որ արդեն ինքը չի իրան կառավարում, այլ ջուրն է իրան կառավարում, ինչպես Հռոմեացիս թղթի մեջ Պողոս առաքյալն ասում է, նրանք են Աստծո որդիք, որոնք Աստծո հոգովն են վարվում, այսինքն Աստծո հոգին է իրան վարում, ջուրն է իրան կառում, այդ 4-րդ վիճակը Սուրբ Հոգու մկրտությունն է։ Տերը թող օրհնի, Աստծո ողորմությունը լինի, որ այսօր ովքեր որ դեռ չեն մկրտված, իհարկե մենք վերջում եղբայրներով տեղ կտանք աղոթքին, Տերը թող օրհնի, որ լցվեն Սուրբ Հոգով։ Իդեպ ասեմ, սիրելի եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգու մկրտության ժամանակ ասենք հստակ լեզուներ են խոսում, ոչ թե ուղղակի վանկարկություններ, այլ հստակ լեզուներ։ Որպես ապացույց դուք կարող եք Գործք առաքելոց 2-րդ գլուխ ընթերցել, այնտեղ գրված է, որ երկնքի տակի բոլոր ազգերից եկել էին հրեաները Պենտեկոստեի տոնին, Հայաստանից էլ են եղել, Արտաշատի հրեաները եղել են այնտեղ, ուրեմն Հայաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից, ամեն տեղերից հրեաներն եկել էին Պենտեկոստեի տոնին, ու ամեն մեկը լսում էր, որ այդ գալիլեացի մարդիկ, որ բոլոր գալիլեացի են, ոնց են իրանց երկրի լեզվով խոսում, հայերեն խոսում են, ռուսերեն խոսում են, զարմացել էին, ապշել էին, ինչի համար հստակ լեզուներ էին խոսում, վանկարկություն չի։ Եթե Աստված մարդուն լեզու է տվել, մարդը կարող է հստակ խոսալ, Սուրբ Հոգի չի կարա հստակ խոսալ, կարա չէ։ Այնպես որ Տերը թող օրհնի Աստծո ողորմությունը լինի, որ դա զանազանենք մեկի մյուսից։ Եվ լեզուներ խոսալը դա դեռ ապացույցը չի Սուրբ Հոգու մկրտության, դա միայն արտաքին նշանն է։ Ապացույցը Սուրբ կյանք ապրելն է, ինչպես քիչ առաջ Անդրանիկ եղբայրը հոգու պտղի մասին ասեց։ Իդեպ ասեմ դա եզակի թվով է, հոգու պտուղն է։ Այդ բոլորը մի պտուղ է, երբ որ պետք է արտահայտվում է սերը, համբերությունը, երկայնամտությունը, բարությունը, հեզությունը, հավատքը, շուշկալությունը, որ ինչպես գրված այսպիսիների դեմ օրենք չկա։ Երբ որ պետք է սերը արտահայտվի, սերն է արտահայտվում, համբերությունը եւ այլը։ Այսինքն, երբ որ մարդը օտար լեզուներով խոսում է եւ իր կյանքի մեջ արտահայտվում է այս հոգու պտուղը, այդ ժամանակ կարելի ասել, որ այդ մարդը Սուրբ Հոգով մկրտված է։ Բայց եթե իր կյանքը չի համապատասխանում դրան, սիրելի եղբայրներ, քույրեր, ինքը կարելի ասել, որ դա, ասենք, մկրտություն չի։ Եվ ինչպես Վարդան եղբայրն ասեց, երբ որ մարդը Սուրբ Հոգով մկրտվում է, այդ ժամանակ Աստված իրան ինչ անում, սրբացնում է, սրբացնում է, մաքրում է իր ախտերից, իր տկարություններից, իր կապվածություններից, օրինակ երեկ եղան, որ մկրտվեցին, ասենք, Սուրբ Հոգով, ասենք նրանք որ դեռ եկեղեցու անդամ չէին, իմ կարծիքով կախվածություններից, մեկը ծխախոտի կերի էր, մեկը չգիտեմ ինչի կերի էր, այդ բոլորից Տերը իրանց մաքրել է, փառք իր Սուրբ անվանը, սիրելի եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուսն ասեց, ես եկա, որ կյանք ունենան եւ էլ ավելի ունենան։ Սուրբ Հոգու մկրտությունը այդ էլ ավելի կյանքն է, որ էլ ավելի կյանք ունենան։ Հետո Սուրբ Հոգու մկրտությամբ մարդը դառնում է Աստծո տաճարը։ Ինչպես Առաջի Կորինթացիս 6-րդ գլխի 19-20 խոսքերի մեջ Պողոս առաքյալն ասում է, կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ նրան Աստվածանից ունեք եւ ձերինը չեք։ Ուստի
փառավորեցեք Աստծուն ձեր մարմնում եւ ձեր հոգումը, որովհետեւ որ երկուսն էլ Աստծունն են։ Սուրբ Հոգու մկրտությամբ մարդը դառնում է Աստծո տաճարը, փառք իրան։ Տերը թող օրհնի, ինքը բարձրանա, ինքը փառավորվի։ Այսօր առավոտյան աղոթքաժողովին ես մի տեղ ընթերցեցի, որ համընկնում է այսօրվա մեր վիճակի հետ։ Ես նորից եմ ուզում ընթերցել Թվոց գրքի 11-րդ գլխի 25 խոսքից, երբ որ Աստված խոսում էր Մովսեսի հետ։ Եվ Եհովան իջավ մի ամպով եւ նրա հետ խոսեց եւ նրա վրա եղած հոգուց առավ եւ այն 70 ծերերի վրա դրավ եւ եղավ այնց որ հոգին նրանց վրա հանգչեց մարգարեություն ենում եւ չդադարեցին։ Իդեպ ասեմ, մինչեւ այս պահը այս 2-3 օրվա մեջ 70 հոգի մկրտվել են, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր, 70 հոգի մկրտվել են եւ 2 հոգի մնացել էին բանակի մեջ, մեկի անունը Էլլադա եւ մյուսի անունը Մովդատ։ Եվ հոգին հանգչեց նրանց վրա եւ նրանք այն գրվողներիցն էին, բայց խորանը չէին եկել եւ բանակում մարգարեություն էին անում։ Եվ մի պատանի վազեց եւ պատմեց Մովսեսին եւ ասեց. Էլդադը եւ Մովդատը մարգարեություն են անում բանակում։ Եվ Նավեի որդի Հեսուն Մովսեսին ընտրել ծառան, պատասխանեց եւ ասեց. Տեր իմ Մովսես, արգելի նրանց։ Եվ Մովսեսը նրան ասեց. Ինձ համար ես նախանձում, երանի թե Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարեանային։ Երանի թե այս դահլիճը բոլորը մկրտվեին Սուրբ Հոգով այսօր։ Եվ Մովսեսը բանակը քաշվեցավ, ժողովուրդը մարգարեներ լինեին եւ Եհովան իր հոգին նրանց վրա տներ։ Եվ Մովսեսը բանակը քաշվեցավ ինքը եւ Իսրայելի ծերերը։ Փառք Հիսուսին, սիրելի եղբայրներ քույրեր, ընդհանրապես ասեմ, այդ երևի 70-ն էլ հիմա մեր մեջ են, չգիտեմ։ Ամենայնպես այդ նոր մկրտված քույր եղբայրների վրա կրակ կա, Սուրբ Հոգու կրակ, ինչպես Պենտեկոստորը ասում կրակի լեզուներ էին։ Եթե մեկը մկրտված չի, այդ նոր մկրտվածների հետ, եթե աղոթի, դրա կրակը կտարածվի իր վրա էլ, ինքն էլ կմկրտվի, ինքն էլ կմկրտվի։ Օրինակ, երեք ակունք գյուղում, որ աղոթում ենք, մի վայրկյանում, մի րոպեում 4 հոգի միանգամից մկրտվեցին։ Ասենք որևիցե մի բան չի արվել, ուղղակի աղոթք ենք արել, 4 հոգի մկրտվեցին։ Տերը թող օգնի, սիրելի եղբայրներ քույրեր, նույնպես եմ ասում, նրանք որ մկրտված են նոր, հիմա իրանց մոտ այդ կրակը բորբոքված է։ Երբ որ մեկը ուզում է մկրտվի, կարող է այդ նոր մկրտվածի հետ միասին աղոթեն, այդ կրակը իր վրա կտարածվի։ Այդպես Երևանում մի երիտասարդ քույրիկ որ մկրտվում է, իր ընկերուհին ասում է ինչ կլինի, արի գնանք մեր տուն աղոթենք։ Ես էլ մկրտվեմ էլի։ Գնում այդ ընկերուհու տունը որ աղոթեն, մեկ էլ իր մեր աշխարհի գալնում, այդ անհավատալնում Եմ չգիտեն ինչ անեմ, ոնց բանանեն էլ ասենք իրանց վրից ծրեն, ոնց անեմ, որ այդ կնիկ չխանգարի, ուղարկում են խանութ, ասում են դու գնա խանութ, չգիտեմ ես ինչ բան առ, այդ մաման հասկանում է, որ սրանք իրանց ինչ-որ մի բան չեն ուզում ասեն, ճանապարհին գնալուց աղոթում են անկեղծ, ասում են Տեր Աստված, դրանք ինչ էին ուզում, որ ինձ չթողեցին ես ուզեմ, ինձի տուր, հենց ճանապարհին Սուրբ Հոգով մկրտվում է ու կնմա խանութ հայերեն չի կարում, խոսա չգիտեմ ինչ էր հասցում, այդ խանութվան ասում այն որ ինչ ես ուզում, հիմա երեք որ առավոտյան աղոթքաժողովին քույրիկները մկրտվեցին, ասի խանութ չգնայք, մի անգամից տուն կգնանք, հիմա Աստված օգնի, Աստծո օրհնությունը լինի, սիրելի եղբայրներ քույրեր, որ իրական Պենտեկոստե լինի, իրական Պենտեկոստե, որ Սուրբ Հոգին իջնի իր վրանը տարածի սրայի վրա եւ մաքրի եկեղեցին։ Այս Պենտեկոստեն ինչի համար ասենց որ սենց կրակով բորբոքված է։ Ես հավատում ու վստահում եմ, որ Տիրոջ երկրորդ գալուստը շատ մոտ է, Տերը իր եկեղեցին պատրաստում է ապշտակության համար։ Առաջներում սենց բան չի եղել, բայց հիմա կա, դա ոչ մի մարդուց կախված չի, ոչ մեկ դա ոչ մտածել է, ոչ օրինել է, այլ դա Սուրբ Հոգու գործն է եւ Տերը իր եկեղեցին պատրաստում է ապշտակության։ Աստված օրհնի, որ հիմա մի երկենք, երկից հետո եթե հոգսեր կանելի բերեն եւ հովիվ եղբայրներով, բոլոր հովիվ եղբայրները, էլ առանձին չասեմ Վարդան Բարսացի եւ այլ, բոլոր հովիվ եղբայրներով բարձրանան վերև, միասին աղոթ կանենք ժողովրդի համար, Տերը թող օրհնի Սուրբ Հոգու ամպի իջնի եւ ամենքին ընկղմի Սուրբ Հոգու ավազանի մեջ եւ եկեղեցին մաքրազարդի, սրբացնի, իր պարգևներով զարդարի եւ պատրաստի իր փառավոր երկրորդ գալուստին։ Ամեն։